Սրանցից բացի, հնգաթև պարգևից բացի, մարմինի մեջ կան նաև այլ ծառայություններ. երեց, եպիսկոպոս, սարկավակ, օգնության եւ կառավարիչների ծառայություն։ Երեցը եւ եպիսկոպոսը, սա նույն պարգևն է, բայց առաջի, երկրորդ, երրորդ դարերում այն մի բնույթ էր կրում։ Հիմա արդեն 4-րդ դարից մինչև այսօր եպիսկոպոսի ծառայությունը լրիվ փոխվել է, հեսա կասեմ ինչու։ Տեսեք, երեց կամ եպիսկոպոս, սա նույն պարգևն է ծառայության։ Տիմոթեոս 3:1։ Հավաստի այն խոսքը, եթե մեկը եպիսկոպոսությանը ձգտում բարի գործ է ցանկանում։ Նույն Տիմոթեոս 5:13-ը, այն երեցները, որոնք որ լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանանան, մանավանդ նրանք, որոնք տքնում են քարոզի եւ արդապետությամբ։ Գործ Կրակերոս 20:17 Միլետոսից մարդ ուղարկելով Եփեսոս կանչեց եկեղեցու երեցներին։ Պողոս Արաքյալը հավաքել է եկեղեցու երեցներին, որպեսզի նրանց խորհուրդ եւ ցուցում տա նրանց ծառայության վերաբերյալ, թե ինչ աշխատանք պիտի անի եկեղեցում։ Հակոբոսի նամակ 5:14 Եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեցներին կանչի, որ նրա վրա աղոթք կանեն, նրան յուղով օծելով Տիրոջ անունով։ Ում կանչեն եկեղեցու երեցներին։ Գործ Կրակերոս 14:23 Նրանց յուրաքանչյուր եկեղեցում երեցներ ձեռնադրեցին, աղոթեցին պահեցողությամբ, այսինքն ծոմով, ու նրանց հանձնեցին Տիրոջը, որին հավատացին։ Այս երեցները եկեղեցու հասուն անդամներն էին, որոնք ընտրվել էին ծառայություն իրականացնելու համար, եւ ձեռնադրությամբ նրանք նշանակվում են երեցները։ Տիտոսի նամակ արդեն կարդացել եմ ձեզ, արագ եմ ուզում գնամ արդեն։ Երեցը նույն ինքը եպիսկոպոսը, սա նույն ծառայությունն է, բայց տեսեք, առաջի, երկրորդ, երրորդ դարերում երեցը ինքը ավելի եպիսկոպոս ինքը ավելի շատ ադմինիստրատիվ ծառայողներ, ադմինիստրատիվ գործերներ անում, խոսքի ծառայություններ անում եւ այլն։ Եվ հովիվներն էին ձեռնադրում երեցների, եպիսկոպոսների։ Այսինքն հովիվը ձեռնադրում էր եպիսկոպոս։ Հիմա հակառակն է ստացվում, եպիսկոպոսներն են ձեռնադրում եպիսկոպոսների, եպիսկոպոսները ձեռնադրում են հովիվի։ Ինչու սա, որտեղ սա փոխվեց կամ ինչ դիսբալանս եկավ, դիսբալանս չեկավ։ Ուղղակի ժամանակի հետ կապված, ժամանակի հետ շարժվելով մարդիկ հասկացան, որ սա այս ծառայությունը պիտի ավելի բարձրացնեն։ Ինչպես։ Տեսեք, 4-րդ դարից հետո եկեղեցիները շատացան։ Ոնց։ Կոնստանտին կայսրը հրաման արձակեց քրիստոնեությունը օրինականացնել։ Հիշում եք։ Հռոմում 301 թվական, 324 թվական, 301 Հայաստանում, 324 թվականում Հռոմում Կոնստանտին կայսրը հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն եւ եկեղեցիները ընդհատակից դուրս եկան։ Հիմնական եկեղեցիները ընդհատակ են գործում, գաղտնի, պատվալներում, գիշերները, եկեղեցիները դուրս եկան ընդհատակից եւ պարզվեց շատ եկեղեցիներ կան։ Եվ եպիսկոպոսական ծառայությունը դուրս եկավ այս եկեղեցիների վրա, որպեսզի համակարգի։ Շատ լավ օրինակ է մեր Սիմոնյան Վահեն։ Նա հիմա մտնում արդեն եպիսկոպոսական ծառայության մեջ։ Ինչ է անում, գնում է Եվրոպա, Ռուսաստան, եկեղեցիները միաբանում է։ Եպիսկոպոսական այսօրվա ծառայությունը եկեղեցիների մեջ միաբանություն բերելն է, եկեղեցիների մեջ շինություն բերելն է, հովիվներին հաշտեցնելն է, եկեղեցիների մեջ կարգ ու կանոն դնելն է, սա այսօրվա եպիսկոպոսական ծառայությունն է։ Առաջի, երկրորդ, երրորդ դարերում եպիսկոպոսները վերակացուների պես էին, եպիսկոպոսները երեցների պես էին, տնային խմբակի ավագ, խոսքի ծառայություն, զոհաբերության քարոզիչ եւ այլն։ Պարզ է։ 4-րդ դարից փոխվել է թանկագինս։ Սա եպիսկոպոսն է։ Սարկավագը։ Ինչ ծառայություն է սարկավագը։ Գործ Կրակերոցում նկարագրում է, թե ինչպես ընտրեցին առաջին սարկավագներին։ Գործ Կրակերոց 6:1-6 խոսքերը տանը կկարդակ, որ ծոմ վերցրեցին, մի քիչ արա սրա մասին խոսեցի, որ սեղանները պիտի սպասարկեին, սա սարկավագի ծառայությունն է։ Որպես սարկավագներ այս մարդիկ եկեղեցում կոնկրետ աշխատանք ունեին անելու։
Տիմոթեոս 3:8 նույն կերպ էլ սակավակները պետք է պարկեշտ լինեն, ոչ երկերեսանի, ոչ գինեմոլ, ոչ շահամոլ, այլ հավատի խորհուրդը մաքուր խղճով պահող։ Սրանք եւս նախ թող փորձվեն, ապա այն եթե անթերի լինեն, ծառայության անցնեն։ Նույն կերպ էլ նրանց կանայք պետք է լինեն պարկեշտ, այսինքն առաջի դարում մենք տեսնում ենք, որ սարկավագը բացառապես տղամարդն է եղել, որովհետև նրանք ունեցել են կին։ Նրանց կանայք պետք է լինեն պարկեշտ, ոչ չարախոս, ողջամիտ, ամեն ինչում հավատարիմ։ Սարկավագը պետք է լինի մեկ կնոջ ամուսին։ Տղամարդու ծառայության պաշտոն կամ պարգև, իրենց զավակներին եւ իրենց ընտանիքին լավ վերակացու։ Այսինքն խոսքի ծառայողը սարկավագը, այսօրվա սարկավագը դա տնային խմբակի ավակն է, դա կարգ ու կանոնի ծառայության մարդիկ են։ Այն ժամանակ մի քիչ ուրիշ է ծառայությունը։ Սարկավագը ուներ շատ տարբերակիչ հատկություն, որն է նայում է նրա ընտանիքին։ Եթե կինը հավատքի մեջ է, եթե երեխաները հավատքի մեջ են, նոր ասում են արի ծառայի, որովհետեւ եթե մեկը իր տանեցիների համար չէր կարող հոգ տանել, ինքը ասում է անհավատից էլ բեթար է։ Եթե մարդը քարոզում Աստծո խոսքը, բայց երեխաները Աստծո խոսքի մեջ չեն, եկեղեցում չեն, սա արդեն ցույց է տալիս մարդու որակը։ Ինչքան է ցավոտ լինի, դա այդպես է։ Նամարա խոսքը ասում որ գիտես ինչ կա, նայր նրա ընտանիքին, նոր նրան դից ծառայությանը, նայր կնոջը, նայր նրա երեխաներին։ Եթե հավատքի մեջ չեն, ուրեմն ինչ ծառայություն։ Եթե ինքը երեխային չի կարող բերի Աստծո խոսքի մեջ, եկեղեցի հաստատի, ինչ ծառայության մասին է խոսքը։ Մենք այսօր մի քիչ թուլացրել ենք էսի։ Մեր օրյա եկեղեցում այս ծառայությունը ավելի կարգ ու կանոնի հյուրասիրության ծառայություններն են։ Կարգ ու կանոնի հյուրասիրություն, որ մարդկանց ընդունում են, տեղավորում են։ Գիտես, եկեղեցին ինքը դարի հետ համահունչ է գնում։ Եթե մենք այս ամեն ինչով գնանք առաջի դար, մենք շատ կզարմանայինք, այս ինչ ձև է գնում ծառայություն, այս ինչ ձև եք ծառայում։ Եթե առաջի դարը գար այստեղ, շատ բան չէր ընդունի եւ միգուցե կոնֆլիկտ լիներ։ Բայց եկեղեցու հետ մեկտեղ, ժամանակի հետ մեկտեղ եկեղեցին տրանսֆորմացիա է ենթարկվում։ Ինքը հարմարվում է ժամանակին։ Ամեն։ Նախկինում եպիսկոպոսը մենակ տղամարդ էր, երեցը մենակ տղամարդ էր, այսինքն տնային խմբակի ավակը մենակ տղամարդ էր։ Մենք այսօր ունենք հրաշալի քույրիկներ, ովքեր որ տնային խմբակ են առաջնորդում ու շատ լավ են առաջնորդում։ Հանիր կնոջ ծառայությունը եկեղեցուց, եկեղեցին շատ է կաղալու։ Ինչու, որովհետև տղամարդիկ քիչ են եւ ովքեր որ կան համարցակ չեն կնոջ պես։ Պիտի համոզես, որ ինքը քարոզիկ, պիտի համոզես, որ ինքը ծառայի, բայց կանայք այս առումով ավելի համարցակ են։ Դա համար փառք Աստծուն կանանց համար եւ քույրիկների համար եւ եղբայրները թող ասեն 5 րոպե ինձ տվեք, ես ավարտեմ։ Օգնության ծառայություն, օժանդակ ծառայություն։ Նոր կտականը լի է օգնության ծառայության օրինակներով։ Ա Կորինթացիների 12:25-28։ Դրված է նրանց, որոնց Աստծո եկեղեցում կարգեց սրանք են. նախ առաքյալ, երկրորդ մարգարե, երրորդ ուսուցիչ, հետո հրաշագործներ, հետո բժշկության շնորհ ունեցողներ, հետո օգնողներ, վարիչներ եւ այլն։ Այսինքն օգնողներ եւ վարիչներ, կառավարողներ։ Հռոմեացիների 16:1-2 Ձեզ եմ ներկայացնում Հիբեին, մեր քրոջը, որ կենքրայի եկեղեցու սպասավոր է, այսինքն ինչով էր ինքը սպասավորում, ինքը ինչ-որ մի բան կառավարում էր, ինքը ինչ-որ մի բան վարում էր, այդ քույրիկը, Հիբեն։ Նոր կտականում գործ կառաքելություն մենք կարող ենք տեսնել Լիդիա անունով մեկին, ով որ հրաշալի Աստծո ծառա էր։ Օգնող ծառայություն։ Հին ուխտում մենք կարդում ենք նրա մասին, որ Մովսեսին օգնեցին երկու հոգի, երբ թուլացել են նրա ձեռքերը։ Սա նույնպես օգնողի կամ կառավարչի ծառայության մասնակազմով, երբ որ օգնում են։ Իրականում շատ խորհրդականների պատճառով գրված է, որ հաջողությամբ է սակվում ցանկացած գործ։ Օգնողների ծառայությունը շատ կարևոր է եկեղեցում։ Ինքը Հիսուսը ասաց, որ եթե մեկ բաժակ պաղ ջուր տաս մարգարեին, մարգարեի վարձքը կստանաս։ Սա նույնպես օգնողի ծառայություն է։ Մեր օրյա եկեղեցում օգնողի ծառայողներն են ֆինանսական, գրասենյակային, ադմինիստրացիվ եւ
տեխնիկական ծառայողները, սրանք օգնողներն են։ Ես ունեմ հրաշալի օգնականներ, ովքեր ինձ օգնում են։ Օգնում են ֆինանսական ոլորտում, մեր Մարգարիտ քուրնա իր խմբով։ Տեխնիկական հարցեր մենք ունենք այստեղ, մեդիա ծառայողներն են, հա։ Շինարարության հետ կապված, օրինակ համար Ռուսլան աղբերը հրաշալի սեղաններ է սարքում, օգնում է շինական հարցերով, սա օգնականներն են, օգնողներն են, օժանդակ ծառայություններն են, որը մենակ հովիվը չի կարա սա անի։ Ես չեմ կարա համ նկարեմ, համ ձայն դնեմ, համ սարքեմ, սա հովի համար օրհնություն է, սա եկեղեցու համար օրհնություն է։ Միգուցե չերևացող է շատ ժամանակ, բայց նրանց արածը շատ ուժեղ երևում է։ Երբ Դավիթ թագավորը գնում էր պատերազմի, նա ուներ իր զինակիրը։ Այո, Դավիթ թագավորը ուներ զինակիր, եւ նրա զենքերը այդ մարդը կրում էր, բայց ոչ ոքս այդպես էլ չիմացանք նրա անունը, այդ օգնողի անունը։ Բայց նա հրաշալի օգնական էր Դավիթ թագավորին, նրա զենքն էր տանում առաջ։ Այդպես էլ շատ ծառայողներ ունեն օգնականների։ Երբ որ Հովիվ Արտուրին հարցում են, ասում են, ո՞րն է ձեր ծառայության հաջողության գրավականը, գիտես ինչա պատասխանում, ասում է, իմ օգնականները ինձանից խելացի են։ Իմ օգնականները ինձանից ուժեղ են։ Այս մեկը այս մի ոլորտում է ինձանից ավելի բարձր, ավելի ուժեղ։ Այս մեկը այս մի ոլորտում է ինձանից ավելի բարձր։ Եվ ես կարողացել եմ նրանց համախմբել։ Ես կարողացել եմ նրանց տեսիլ տալ եւ նրանք ինձ օգնելով մենք առաջ ենք տանում եկեղեցին։ Դրա համար եմ ես ուժեղ։ Իմ օգնականների պատճառով։ Ցանկացած հովիվ, եթե ինքը հաջողակ է, եթե ինքը գնում է առաջ, ունի հրաշալի օգնականներ։ Դրա համար ձեր եկեղեցի, ձեր եկեղեցու հովին օգնող եղեք։ Նրա ձեռքերը բարձրացնողներ, այլ ոչ թե իջեցողներ։ Ամեն, ինչպես որ Դավթի օրինակներ կամ Մովսեսի օրինակներ։ Մարդիկ հիմնականում ձգտում են լինել առաքյալ, մարգարե, հովիվ, բայց սրանց ոչ ոքի ծառայությունը մեծ հաջողություն չի ունենա, եթե չունենանք օգնականներ։ Ամեն։ Հաջորդը կառավարման պարգևն է, մերօրյա եկեղեցում, սա շինարարություն, մանկական ծառայության պատասխանատուն է, տղամարդկանց ծառայության պատասխանատուն է, կանանց, երիտասարդական, մեդիա, սա այդ ծառայություններն են, ովքեր որ ղեկավարում են ինչ-որ մի ծառայություն, սա կառավարիչների ծառայությունն է։ Մի փոքր արագ ստացվեց վերջի 20 րոպեն, բայց մտածում եմ հասցրեցի ու դու մի բան ստացար, մի բան վերցրեցիր։ Ամեն։ Ես եմ մի հարց գրել, արդյոք կարող է արդյոք նույն մարդը լինել մի քանի ծառայության մեջ։ Կարա։ Ամենայն հարգանքով կարա մի մարդը համ տնային խմբակի ավակ լինի, համ ֆինանսական ծառայող լինի, կարա մի նույն մարդը համ, չգիտեմ, ինչ ասեմ, համ տնտեսվար լինի, համ տնային խմբակի ավակ լինի, կարա նույն մարդը ունենա մի քանի ծառայություն։ Բայց շատ առողջ է, երբ որ գիտես, սա հավասարաչափ է բաշխվում։ Լինում է, որ մեկին հա տալիս ես, ինքը վերցնում է, այ որ կոպիտ ասես գրուզիտ ես անում։ Բայց կա մարդ, ով որ ձեռների ջեբը շվշվացնելով ներողություն բարես համար իր շաբաթը անցակացնում։ Դրա համար շատ առողջ է, երբ որ հավասար է բաշխվում ըստ կարողության, ըստ տաղանդի, ըստ պարգևի, ըստ սրտի։ Ամեն։ Փառք Հիսուսին։